Մայիսի 6-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Երևանյան երկխոսություն 3-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է Եվրոպական ինտեգրումը իրավապահ համակարգի համար հնարավորություններ եւ մարտահրավերներ թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումը համախմբել էր հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների եւ միջազգային փորձագետների քննարկելու իրավական համակարգի արդիականացման եւ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցության հեռանկարները։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Եվրոպոլում Հայաստանի Հանրապետության կապի սպայի նշանակումն առանցքային նշանակություն ունի Հայաստան-ԵՄ իրավապահ համագործակցության զարգացման տեսանկյունից եւ նշել, որ այն տարիների հետեւողական ինստիտուցիոնալ ջանքերի արդյունք է։ Կապի սպայի տեղակայումը չպետք է դիտարկել պարզապես որպես արտերկրում ներկայացուցիչ ունենալու փաստ։ Սա Հայաստանը եվրոպական իրավապահ համագործակցության ցանցին առավել սերտորեն ինտեգրելու լայնածավալ գործընթացի մի մասն է։ Կապի սպան ծառայում է որպես օպերացիոնալ կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի եւ Եվրոպական միության անդամ երկրների միջև, օգնելով զգալիորեն բարձրացնել ամենօրյա աշխատանքի արդյունավետությունն ու արագությունը։ Նախարար Սարգսյանի դիտարկմամբ սա առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կիբերհանցագործությունների, թրաֆիքինգի եւ այլ հանցատեսակների դեմ պայքարում։ Ներքին գործերի նախարարի խոսքով հանցավոր խմբերն այսօր գործում են անդրազգային մակարդակում, կիրառում են նորարարական տեխնոլոգիաներ եւ արագորեն հարմարվում են իրողություններին, ուստի որևէ պետություն չի կարող արդյունավետորեն դիմակայել այդ սպառնալիքներին գործելով մեկուսացված։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է հանձնառություն ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում շարունակելու օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխությունները ստեղծելով առավել թափանցիկ, հաշվետու եւ ժամանակակից իրավապահ համակարգ։ Կարևորվել է փորձի փոխանակումն ու մասնագիտացված կառույցների հետ գործակցությունը, ինչը հնարավորություն կտա արդիականացնել դատական համակարգը եւ ամրապնդել հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Պանելային քննարկմանը մասնակցում էին նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության գործընկերների հետ հարաբերությունների խորհրդի նախագահ Բոշտյան Շկռլեցը, Պորտուգալիայի գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարին Ցանցի ներկայացուցիչ Ժոաո Կոնդե Կորեյան։